Էսի տակությունն է։ Լուսա տաքացնող, ջերմացնող, որ ջերմաչափը նայում եմ, ասենք ցուրտա միացնում եմ, մի կես ժամից արդեն բոլորը իջնում են գետնին նստում շոքա։ Այս սենց եմ անում, նայեմ, սենց կապում եմ, տակը մաքրում եմ, էլի իջացնում եմ, իրանց համար թառը։ Ես էլ նայ, 1, 2, 3, էլի կա, 2 հատ էլ ստեղ։ Օրեկան ամենակիչը 7 հատ հավքիթ է վերցնում իր հավաբնից, երբ գյուղում գրեթե ոչ ոք տարվա այս շրջանում դեռևս ձվի երես չի տեսնում։ Գյուղացիների լեզվով ասած հավերը փետրաթափ են լինում եւ ձվակտրվում են, բայց աղասիի հավաբուծությունը տարբերվում է սովորականից։ Նախ որովհետեւ նորագույն տեխնոլոգիաներով է հավաբունը կառուցել, հետո նաեւ հավերին կերակրում է ոչ թե սովորական հացահատիկով, որը ընդունված է գյուղում, այլ հատուկ ձվաբեր կերերով։ Չէ ինքը այս ոլորտի հետ ընդհանրապես կապ չի ունեցել, վերջին տարիներին է կարդալով մասնագիտացել։ Ավելին երևանցի աղասու գյուղական կյանքը ընդամենը 5 տարվա պատմություն ունի։ Ես գիտեի ուր եմ գալի, գյուղը ինձ ծանոթ է, Երևանը ինձ ծանոթ է, ասենք, համել ես մի քիչ խասյաթը հայերը ոնց է, չգիտեմ, բնավորություն ունեմ, հարմարվում եմ, ասենք, ընենշի ես եկել եմ, սենց պտի ապրեմ, կամ ընենց պտի ապրեմ, փառք Աստծուն, ասենք, քեռու տղա է, մորքուրի տղա է, ընկերություն կամ մանկության այս այնը, հարց ու փորձը միշտ կապի մեջ եմ եղել, էլ ինձ եղել, որ հանկարծ էնդեից եկար, ոչ մեկին չգիտես կամ դժվար վաղտին է Սամվել ջան մի բան կամ ասենք Դավիթ ջան մի բան, խորհուրդ, ես միշտ խորհուրդ հարցնող եմ, որ իմանամ, ես մինչև վերջ չիմանամ, ասենք հավ պետք է պահեմ, կյանքում հավ չեմ տեսել, չէ, հա գիրք եմ կարդում, հարց ու փորձ եմ անում, սարքում եմ, տաքություն եմ անցկացնում, ջուր եմ անցկացնում, հավ եմ պահում, որ ինձանից կախում ունի, ուրեմն ես պետք է լավ պահեմ, էլի այդ վարիանտն, ասենք, մի բան ուզում եմ ձեռնարկեմ, ասենք, չգիտեմ, կարդում եմ, նկարահանվում են, տենում եմ, վիդեո կա, փառք Աստծո ինտերնետ ունենք։ 5 տարի առաջ է Ռուսաստանի Դաշնությունից հայրենիք վերադարձել, թողել տունն էլ, ընտանիքն էլ, մոր խնդրանքով եկավ այնտեղ, որտեղից շուրջ 45 տարի առաջ էր հեռացել, դե մեծության տարիք էր ծնողներին պարտքուներ տալու, մայրը ցավոք էլ չկա, իսկ աղասին էլ այստեղից գնալու մտադրություն այլևս չունի, ժամ առ ժամ, օր առ օր շենացնում ու զարգացնում է հոր ու մոր տունն ու տնտեսությունը, որը վերջիններիս համար ավելի շատ ամառանոց է ծառայել։ Հակակարկուտային եմ քաշել, ջերմոց ունեմ, կռուգլի գոտ, կանանչի նիմնա, հակակարկուտային 2 հատ քաշել եմ, ահագին էլ ունեմ կռշում պահած, այս տարի պիտի էլի քաշեմ, ասենք գիտեք ոնց է, ես չեմ եկել մի բան անեմ, օրինակ ստեղ ասենք ընենշի որ մի բան կարաս անես, կով 100% չես պայի, խոս 100% չես, ընկեր ունեմ Վետնամից խոզա բերել սև գույն ասման պայի, ինձ պետք չի, ասենք ինձ պետք է ես խանութից կառնեմ, ասենք հավն էլ պահում եմ ոչ թե ես ձու եմ սիրում, որտեղ մաման ասում էր ես նարդիվանի տակ հավ պայի 2 հատ, որ ես ձու ունենամ, ես էլ չեմ սիրում, ոստե ծերտելն ինձ սարքեցի, ասենք էլի, հա բայց գրքով եմ սարքել, թառը կախում ես պատանոքից կարած մաքրես, տաքություն կա, որ տղերքը նայում են, ասում են, ես ինչա հյուրանոց է սարքում, գրքով եմ մոտիկացել այդ հարցին, որ իմ հավը չասի, օրինակ մարդ կա, գալիս ասում է, ոնց ես անում, որ ձու են տալի, ոնց եմ անում, գրքով գրած է, այս ժամին ես տուր, այն ժամին են տուր, գնում եմ մոձուն զակազ եմ անում, խխունջ, դապուստիմ, խխունջ, աղացած խխունջ, հետի կալցի է, ես 7 հատ հավ ունեմ, 5-6-7 հատ ձու ամեն օր ունեմ, ուզում եմ մտքիս մեջ կա ես մի տարի լոր պահեմ, արդեն Վրաստանում խոսացել եմ 50 հատ բան, ասենք, ստեղ ինչ որ ինձ պետքա չկա։ Մտադրություն չունեք հագվից գնալու ձեր։ Չէ, ցավոտ տանեմ, հագուց, всё, это последний причал։ Չէ, ամեն ինչ ինձ ձեռա տալի, ոնց որ նա է։
հետս տարել եմ Ռուսաստան, հետս հետ բերե գրածա ցենա 8 ռուբլեի։ Հայաստանում եմ առե 79 թվին։ Բերել եմ սուրճը ինքս սարքում եմ, ինքս բովում եմ, ինքս հովացնում եմ, ասենք թավեն կտրել եմ բալգարկով, որ հանկարծ մեկը չշփոթի կարտոշկա ժարիչան, էդի մենակ սուրճի համար է, էլի։ Իմ սարքած սուրճը։ Այս ամեն ինչը իմիջիայլոց, հիմա ծանոթանանք աղասի Միսկարյան օդաչուի հետ։ Ավելի քան 7000 թռիչքային ժամ երկնքում անցկացրած օդաչուն մինչև վաստակած թոշակի անցնել է կյանքն առանց ավիացիայի եւ թռիչքների չէր էլ կարող պատկերացնել։ Վստահեցնում է ավիացիան հիվանդություն է, որից երբևէ բուժում չկա։ Ես 13 տարի եմ թռել։ Ու չաղացել եմ։ 13 տարի որպես կապիտան։ 9 տարի, 3 տարի որպես երկրորդ պիլոտ։ Այո։ 1979 թվին ավարտել եմ դպրոցը, գնացել եմ օդաչու եմ սովորել ու ընդդեղից ինձ արդեն սովետական վախտերը, որ ավարտում էր, միտեղ ուղարկում են սովետական միության տարածքում, որտեղ որ ասենք քո ավարտածը պետք է։ Ինձ ղրգեցին Тюменский մարզ, Тюменская область, Խանտի-Մансийский автономный округ։ Պապաս էլ է օդաչու եղել, մամաս էլ այրոպորտ ասաղկյանք հայր ռադիոբյուրոյի начальникն է եղել Հայաստան։ Օդաչու եմ աշխատել մինչև 1994 թիվը 12 տարի, բայց մեր թոշակը ժամերով է, ոչ թե ասենք տարիներով։ Թոշակի եմ անցել 1994 թվից, մինչև հիմա թոշակի եմ, Աստված չանի, հենց օրն ընկնենք, որ գործ մանգանք, ամեն ինչը ձեռք է տալիս։ Փորձառու օդաչուն իր կարիերայի ընթացքում վարել է տասնյակ օդանավեր, հայտնվել բազմաթիվ արտակարգ իրավիճակներում, բայց երբ խոսում է այդ մասին, նրա հիշողության ու կարոտների մեջ առաջին հորիզոնականում է Ան-2 կամ առավել հայտնի կուկուռուզնիկ մոդելի ինքնաթիռը։ Ձմեռը կարային գանաս այստեղ կարաս քարտեզը ցույց տան, մի հատ ասեղով ծականես, թե կարաս իջնես։ Հա, գնում էր նայում էր դե բնության մեջ ուզում է ծիտելնի, ուզում է ինքնաթիռ պիտի քամու դեմ իջնի։ Ոնց ուզում ալնի, թռնելն ու իջնելը պիտի քամու դեմ լնի։ Գնում ենք, ֆռում ենք, իջնում ենք, բայց չենք նստում։ Մի հատ տրորում ենք ձունը, ասենք, տնանք ծառ կա, ծառ չկա, ինքնաթիռը կջարդի, չջարդի, թռնում էր նայում էր, որ լավ է, չէ, իջնում էր հետքերիդ վրա, եթե չէ, ուրիշ տեղ էր մանգալի։ Այսինքն ես թռել եմ, ասենք, Մինիսтерство обороны аэрофոտոսյոմկա։ Դա շատ բարդ գործ է, համարյա գետնի վրով ես թռնչում, բոմբ ես իջացնում մի 50 մետր, կոչվում է տորպեդոյի նման բան, ինքը նկարում է ռենտգենի պես էլ ինչ կա, չկա, ասենք, թռել եմ պապլավոկ ձուկ հավաքելու, ասենք, թռել եմ պասաժիրների հետ, ամեն ինչ ձևի որտեղ որ կարելի է օգտագործել, ռեյսել եմ թռել, ասենք, պասաժիրել եմ տարել, բերել, խնդիր չի եղել։ Կարոտում եմ, որ Ռուսաստանի մեկ-մեկ տրենաժոր գոյություն ունի, ասենք, գնում էի, թռչում էի, ասենք, ծանոթի միջոցով ընկերությունների, ասենք, բան, թռչում եմ, հմել կթռչեմ, խնդիր չի, բայց դե տենց ինքնաթիռ չկա ստեղ։ Փոքր ինքնաթիռներով թռիչքը լիովին տարբերվում է մեծ ինքնաթիռներով թռչելուց, որովհետև փոքրով թռչելիս թվում է, որ կարող ես ձեռքով դիպչել ամպերին։ Զգացական մակարդակի վրա է ամեն ինչ, ասում է օդաչուն։ Համեմատություններ անելով հնի ու նորի միջև կասի նաև, որ իր աշխատանքային տարիներին օդաչու լինելը խիստ տարբեր էր, որովհետև հիմնականում աշխատանքը ձեռքերի, ուժի ու մտածողության վրա էր։ Հիմա այլ է։ Մեծ ինքնաթիռ չեմ սիրում, ճիշտն ասած, ոնց որ ասենք օպերատոր ես, էլի, դու դե պետք ես մենակ իջնելուս, մեկ էլ բարդ թռչելուս։ Մնացած վաղտը քեզ հաշվա, օրինակ, գիտեք ոնց է սովետական միությունում, ես որ արտասահմանում 85-6 թվերից արտասահման էի գնում հանգստանալու համար,
ինձ միշտ ասում են դա ջահել ես, չես կարող մի մատորանի սամալյոտով պասաժիր տանես, օրինակ։ Արտասահմանում ոնց է, սկզբից Boeing-ը ասեն կամ Airbus են սովորացնում, հեշտ է թռնելը։ Քո տեղը մտածում է ամեն ինչ անում է, դու դե պետք է թռչելուց, իջնելուց։ Իսկ ստե սա ձեռի գործ է, ոչ գիդրոուսիլիցիլ կա, ոչ բան ձեռ ունես, պետք է նստես, քաշես, ձգես, համել թռնելը սա քարտեզով է, պրիբոր չկա, որ ասենք օրինակ մեծ սամալյոտ, ես պապայիս հետ եմ շատ թռել, մեծ սամալյոտը Սվերլովսկից թռնում էր, ռադիոստանցիան միացնում էր Երևանի վրա, սա էկիպաժը կարար քներ, ինքը շտուրման էր, ավտոպիլոտը միացնում էր, հանգիստ, կայֆ գործ է։ Ինքը հոր մասնագիտության արժանի հետնորդը դարձավ, միայն թե իր երեխաներից և ոչ մեկ ընտանեկան ավանդույթը չշարունակեց, թեպետ աղասին ասում է նրանցից յուրաքանչյուրը այսօր տարբեր ոլորտներում են փայլուն հաջողություններ գրանցում։ Զի Կարինեն այ աղջիկս, իր երկու երեխու հետ ինքն է, էսի ես եմ արագացում տղուս հետ փոքրիս, էսի կնքը իմ երեխեքին սաղին Հայաստան եմ կնքել էլի, էսի փոքր աղջիկ ասել Լենինգ, որ ասեցի Լենինգրադում էր, այսինքն հմել է Լենինգրադում, էսի խոր վիրաբե էին գնացել, մամանա Երևանի տունն էինք, մեծ տղես Նիժնի Տագիլում, ճարտարապետա, քաղաքապետարանում էր, հանել տվեցի, չեմ ուզում այդտեղ լավ չի, ինքը իր ֆիրմու ստроительный տենդերներ ա, դպրոցներ ա կառուցում, այն մի աղջիկս Լենինգրադում է, կազմակերպство հայերեն չգիտեմ, ես տեղ ասում եմ, որ ինձ հասկանան, մարզպետի բուղալտերն է, էլի, այն մի տղես ստե ընդունվեց համալսարան, Մոսկովский государственный университет, ու մինչև սեսիան ընդե ռոզիս տվեցին Ռուսաստան, որ 18 տարեկան է, պիտի ծառայի, մի ծառայելա, մի պիտի ինստիտուտ, Ամառա ինստիտուտ Կրասնոդարում։ Իր ընտրությունից գոհ ու երջանիկ է աղասին, ճիշտ է երեխաներից ու թոռներից հեռու է, խոստովանում է, կարոտը խեղճացնում է, բայց այնուամենայնիվ հստակ որոշել է, գյուղից չի հեռանալու, կգնա միայն կարճ ժամանակով երեխաներից կարոտը կառնի ու էլի հետդարձ դեպի Հայաստան, ավելի հստակ Լոռու մարզի Հագվի գյուղ, որտեղ էլ գտել է խաղաղ ու հանգիստ ապրելու սեփական բանաձևը։ Մեծ սիրով եմ ապրում, շատ ոնց որ Աստված գիտեր ինչ անելու էլի, օրինակ որ փիլիսոփան ասում է մարդուն պիտի կյանքում 3 անգամ բախտը բերի, ումից ծնվել է, ում մոտ սովորել է ու ում վրա է պսակվել։ Եթե 3 անգամը քո բախտը բերել է ու դու բանի չես ասել, ուրեմն դու ես էլ մեղավոր, ոնց էլ բռնես, այդ ձև է։ Իմ կյանքն ինձ ստացվեց, չեմ ասի ես սաղ պլանավորել եմ, լավ է դուս եկել, այնքան բաներ ա վատ եղել, այնքան բաներ ա լավ եղել։ Գյուղը ամեն ինչ ձեռ ա տալի, մանավանդ ասենք ես նոր չեմ եկել ստե, ես ամեն տարի գյուղում եղել եմ, քանի տարի 44 տարի Ռուսաստան ապրել եմ, բայց ես ամեն օտպուսկին գյուղ եկել եմ, տեսել եմ ինչ ա եղել, ինչ ա ստացվում, ինչ ապագա ունի։ Մի խոսքով աղասիի բախտը հաստատ բերել է, որովհետև 66 տարեկանում իր սրտի կյանքն է ապրում, 33 տարեկանից է վաստակած հանգստի անցել, թոշակն էլ բավականաչափ բարձր է, այնպես որ աղասը աղավարի կյանք է ապրում, բոլոր նպատակներն ու ցանկությունները այդ թոշակով իրագործում, թեպետ երեխաներն էլ վատ չեն նայում, այնպես որ գյուղ գալու առաջին իսկ օրվանից ոչ միայն իր տունն ու դուռն է խելքի բերում, այլ նաև գյուղում մի շարք բարեկարգման աշխատանքներ է իր ձեռքը առնում, օրինակ վերջերս ընկերների հետ խելքի տալով համագյուղացիների համար ավտոկանգառ է կառուցել։ Կանգառը, Արծրունի հետ շատ եմ շփվում, ասեց տեղապետ մի կանգառ էլի, մի տանկ ժողովուրդը ասենք օդի մեջ է կանգնած, անձրև է, մեր կնանիք են, մեր երեխեքն են, այն կողմի վրա տեղ չկար, զանգեցի տիրոջը, որտեղ որ հիմա կանգնած է, ասի ախպեր, ուզում եմ մի մետր քո չափառը հայերն, մի մետր հետ գցենք, զանգեցի Երևան, հետը խոսացի, ամեն ինչ ասեց, ոնց մտածում ես արա, խնդիր չկա, Արծրունի հետ
դե զանգրտվում են, բան ենք անում, ես հեսա կգամ, եկավ, փորեցինք, պատը հետ դրեցինք, տղերքը, գյուղի տղերքը ապրեն, հա, բետոն հետ կամարեցին, գնացինք Արծունի հետ, տեսանք ինչ արժի, ինչա ոնց է, որոշեցինք այս գույններ կենք, որոշեցինք այն անենք։ Գյուղը դեռ մանկուց է սիրել, ասել է, թե իր մանկության ամենաջերմ ու տաք հուշերը հենց այստեղի հետ են կապված։ Միայն թե խոստովանում է հետ գալով մանկության արմատներին բաներ կա իր սրտով չի։ Ուզում եմ մարդը գա, սյաղաս, դու իմ դուրը չես գալի, պապայարև թուշը պաչեմ, բարևը միշտ տամ, բայց դուրս չի գալի, սեղան չեմ նստի, հասկանում եք։ Ուղիղ շիտակ խոսք։ Սենց, որ գալիս են թուշը պաչում են, շուրեն գալի ասում են, սեշն է, սովա, հետ չերեզներով դե գալիս ասենք, գեղցությունը շատ է, խաբեբայությունը շատ է, նախանձությունը վատ, նագլի, ես էլ եմ բարի նախանձով, որ մեկը մի բանի հասնում է, ես ընդեղել եմ տենց, ասեմ հայ գա, մինչև 35 տարեկան բիզնես պրոյեկտը բերի, ասի ինձ բիզնեսիս համար 1 միլիոն փողա պետք, ես տամ, սաղ էլ կասեն, օրինակ խնդիր չի, ստեղ, այսօր մտածում ես արա ես ինչ լավն է եկուց մի բան դուս է գալի, դե համար որոշել եմ մի շուն էլ առնեմ փոքր, ու բարեկամա, բարև կտամ, չի տա չեմ տա։ Մանկությունից խոսեցինք, ձեռքի հետ էլ մանկության նախասիրությունները բացահայտեցինք։ Պարզվում է աղասին մեծ կոլեկցիոներ է, դեռ վաղ տարիքից նրա մեջ ձևավորվել է հավաքելու, պահպանելու, հիշողությունները ժամանակի մեջ կանգնեցնելու հատկանիշները, իսկ այս ամենը առաջինը օդաչու հայրն է նկատել, տղային օգնել, ոգևորել։ Ստեղ կա շատ դեֆիցիտ մարկաներ, հեսա մի րոպե, սա ես ֆլորա ֆաունա է կոչվում էլի, բնությունը, հա, Բուրունդի կա ես կամա քարտեզի վրա չի երևում, աշխարհի ամենաթանկ մարկեքը իրանք են թողարկում, ես ունեմ դրանցից էլի, այս դրամներ են տարբեր երկրների, ասենք, որտեղ վաստանում, որտեղ եղել եմ, Եվրոպայում բոլոր տեղերը, ասենք, բացի Հունաստանից, Վարշավայից մինչև Լիսաբոն, հա, այս ասենք հայկական փողեր, մարդ կա հայկական փող չի տեսել Հայաստանում, ես ցույց տամ 5 ռուբլի հայկական, ասենք, հոպա, Ռեգիստանն մի րոպե, Մատենադարան, սենց փող տեսած կար, սովետական փողը, տարբեր խաղեր կար մարկա խաղալու, ասենք, եթե բաներ զագրանիչնի մարկա էր, մեկին երկուս կար այդ փոխեիր, սովետականը մի հատի հետ, գցում էինք, խաղում էինք, ասենք, հա, ու ով կրեց, ով չկրեց, պապաս տեսավ, ասենք, սեր ունեմ, կլայ սերարավ էդ, ասենք, հա, հետո ինչ ես ուզում հավաքես, բերում էր խառը, ասենք, որ դե թրջում էր, հա, բերում էր, օգնում էր, ասենք, դե մի անգամ այսքան ձուկ բերեցի, ակվարիում բերեց, այսինքն առաջ էր գցում էլի, տենում էր սեր ունես էդ էր տողում, իսկ փողերը, որ սկսեցի հավաքել արդեն 50 տարիքում էի, արդեն օդաչու էի, այն վաղտերն եմ սկսել, որտեղ գնում էի 1000 կիլոմետր Խանտի-Մասիսից գնում էի Տյումեն, որ 2 շաբաթը մեկ նոմիզմատների հետ հանդիպեի, տենայո ինչի կա, ինչ արժիք, որը ծախեմ, որը առնեմ այդ վախտանից մարկիքի։ Հետո տես սովորեցի, ասենք, փողով, այդ ասենք, դրամները սկսեցի հավաքել։ Էդի ոնց որ ասենք փողը ներդրում ես իսկուսство։ Ասենք, մի հատ կարտինկա ես առնում, նկարիչը այսօր նկարում է, այդքան էլ չի արժանիք ունի։ Հենց իմանում են նկարիչը մահացավ, գինը բարձանում է։ Ներդրած փողը ասենք։ Նամականիշներն ու դրամները, որոնք տարիներ շարունակ հավաքել է աշխարհի տարբեր երկրներից, այսօր արդեն պատմություն են, արժեք ու հիշողություն։ Ինչպես ինքն է ասում, սա ներդրած գումար է, որը ժամանակի ընթացքում միայն թանկանում է։ Իսկ երկնքում անցկացրած հազարավոր ժամերից հետո նա այսօր խաղաղ է, իր հողի, իր տան, իր հավերի, իր հուշերի ու երազանքների մեջ։ Եվ գուցե հենց սա է իսկական թռիչքը, երբ մարդ գիտի, թե որտեղ է ուզում մնալ, ապրել կյանքի մնացյալ ապրելիքը։
Մանան Ավարոսյան, Դավիթ Թամազյան, Հագվիի ծանկյուն գումարած 3 հեռուստաընկերություն։